Ողջույն ձեզ, այսօր խոսելու եմ երկրի նախագահ ընտրելու կամ վարչապետ ընտրելու մասին։ Օրինակ մեկը հարցում է կատարում, թե ում եք ընտրելու, մեկը գրում է Նիկոլ Փաշինյանին։ Այդ կարծիքը արտահայտողին մի 100 հատ քֆուր են տալիս տարբեր մարդիկ։ Նույնն էլ մեկ ուրիշին, ով գրել է Ռոբերտ Քոչարյան, կամ ուրիշ ինչ-որ մի անձնավորության մասին է խոսքը գնացել։ Էլի քֆուրներ տվյալ մարդուն։ Ու երկու կողմին էլ որ հարցնես այդ քֆուր անողներին, կասեն մենք քրիստոնյա ենք։ Հիմա ես ձեզ ուզում եմ զարմացնեմ։ Կարդում ենք Դանիելի մարգարեությունից 2-րդ գլուխ 20-ից 21 խոսքերը։ Դանիելը խոսեց եւ ասաց. Օշնյալ լինի Աստծո անունը Հավիտյանս Հավիտենից, որովհետև նրանն են իմաստությունն ու զորությունը, նա է եղանակներն ու ժամանակները փոխողը, թագավորներ իջեցնողը եւ թագավորներ կարգողը, նա է իմաստություն տալիս իմաստուններին եւ գիտություն հանճարեղներին։ Քրիստոնյաներ ջան, նոր կարդացինք եւ հասկացանք, որ Աստված է թագավորներ դնողը եւ հանողը, արժի քֆուր տալ թե չէ։ Հիմա երկրորդ անգամ եմ ձեզ զարմացնում։ Եկեք ընթերցենք Թագավորների առաջին գրքից 8-րդ գլուխ 4-ից 9-րդ խոսքերը։ Եվ Իսրայելի բոլոր ծերերը հավաքվեցին ու գնացին Ռամա Սամուելի մոտ եւ նրան ասացին. ահա դու ծերացել ես եւ քո որդիները չեն գնում քո ճանապարհով, արդ մեզ վրա մի թագավոր դիր, որ դատի մեզ, ինչպես ունեն բոլոր ազգերը։ Եվ Սամուելին այս բանը վատ թվաց, որ ասացին. մեզ մի թագավոր տուր, որ մեզ դատի։ Եվ Սամուելը աղոթեց Տիրոջը, եւ Տերը Սամուելին ասաց. լսիր ժողովրդի խոսքը եւ այն ամենը, ինչ քեզ ասացին, որովհետեւ նրանք ոչ թե քեզ են մերժում, այլ մերժում են ինձ, որ չթագավորեմ իրենց վրա, ինչպես բոլոր այն գործերը, որ նրանք արին իմ նկատմամբ, Եգիպտոսից նրանց հանելու օրից մինչև այսօր, որ լքեցին ինձ եւ ծառայեցին ուրիշ աստվածների, այդպես էլ անում են քո նկատմամբ։ Եվ հիմա դու լսիր նրանց խոսքը, բայց նրանց հայտնի դարձրու եւ հասկացրու այն թագավորի իրավունքը, որ իշխելու է իրենց վրա։ Ու գիտեք ով եկավ թագավոր նստեց։ Սավուղը։ Իսկ ով էր Սավուղը։ Աստվածաշունչ գիրքը բացեք եւ կարդացեք այս խոսքերի շարունակությունը։ Այսօր էլ նույնն է, մարդիկ ում ցանկանում են նրան ընտրում են։ Եվ վերջապես իմ կարծիքը այս ամենի վերաբերյալ։ Բնականաբար մեր միակ թագավորը երկրի վրա թե տիեզերքում Հիսուս Քրիստոսն է, բայց երկրի վրա եթե ուզում ես ինչ-որ մեկին երկրի ղեկավար ընտրել, նախ առաջինը աղոթիր Աստծուն։ Այսքանը լավ եղեք, Հիսուս Քրիստոսով եղեք։